հիանալությունը ավելի չի մեծանա։ Իհարկե մեծանում է, որովհետև հայտարարագրման մասին խոսելուց հետո կանխիկ շրջանառությունը եւ կրիպտո արժույթներով շրջանառությունները Հայաստանի Հանրապետությունում չափազանց մեծացել են։ Իհարկե կմեծանա։ Իհարկե դրա հակաբիոտիկներ են փորձում առաջարկեն, համատարած այսպես քեշբեքի ինստիտուտի ներդրում, անկանխիկ վճարումների պարագայում 2% մինչև քեշբեքի տրամադրում, բայց դրա մասին առանձին անդրադարձ կատարենք։ Կառավարությանը վերապահովել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակների կամ շեմերի սահմանման լիազորություն։ Սա որոշակի իր մեջ դրական կողմ ունի, որովհետև երբ որ ցանկացած փոփոխության պարագայում դիմադրության ճակատ ենք ստեղծում եւ փորձում ենք ներազդենք իշխանությունների վրա, օրենսդրական փոփոխությունը բավական երկարաժամկետ process է։ Նախաձեռնել, լրացնել, ազգային ժողովում քննարկել, ընդունել։ Կառավարության պարագայում շատ ավելի հեշտ է լինում։ Բայց նորից գոյություն ունի մանիպուլյացիա, որովհետև խոսքը գնում է ոչ թե չհարկվող շեմերի, օրինակ, պայմանականորեն տարեկան յուրաքանչյուր անձի մոտ 10 միլիոն դրամ չհարկելու ինստիտուտ, կապ չունի, որ եկամուտի մասին է խոսքը, նվիրատվություն, թե փոխառություն, որ իրենց ընդհանրապես եկամուտ չի ներկայացնում, փաստորեն այս մարտիկ հայտարարագրման ոչ ենթակա մանիպուլյացիվ բառակապակցությունը չեն փոխել։ Գիշեք 300,000-ի վերաբերյալ, որ խոսում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, ասում էր 300,000 դրամ մինչև չի հայտարարագրվում, մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ չի հարկվում, այնիշ դա հարկվում է եւ փաստորեն շարունակել են նույն մանիպուլյացիան, որ կառավարությանը լիազորում են, կլինի 300,000, 500 թե 1 միլիոն հետագան ցույց կտա, բայց ամեն դեպքում ոչ թե սիրելի ժողովուրդ, ոչ թե խոսքը վերաբերվում է չհարկվելուն, այլ խոսքը վերաբերվում է չհայտարարագրելուն։ Հաջորդ փոփոխությունը, որ կատարել են ֆիզիկական անձի կողմից չստորագրելու պարագայում սոցիալական ծախսերի փոխհատուցում չի տրամադրվում, հիմա բյուջետային մի հատ ձեզ հետաքրքիր տվյալ ներկայացնեմ։ Ուրեմն 2026 թվականի համար եկամուտների հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների հետ վերադարձման համար նախատեսված է 10 միլիարդ դրամ։ Հիշում եք, չէ, որ ուսանող զավակներին կամ վճարովի դպրոց հաճախող զավակների համար 100,000 դրամ սոցիալական կրեդիտ էին հետ վերադարձնում, եթե 10 միլիարդ դրամ բաժանում ենք 100,000 դրամի, դուրս է գալիս, որ ծրագրից կարող է օգտվել 100,000 մարդ ընդամենը։ Եվ մենք ամիսներ առաջ, որ խոսում էինք, ասում ենք, կեղծիք է այդ սոցիալական կրեդիտի ինստիտուտը, սրանով ընդամենը շատ դրդում են, որ անձինք ներկայացնեն եկամուտների հայտարարագիրը, բայց հետագայում դա վերացվելու է, չեն համբերել մարդիկ 2026 թվականի բյուջեում արդեն նախատեսել են։ Եթե այսպես հնարավոր կլինի, ուրեմն հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 10 միլիարդ դրամ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության 100,000 քաղաքացի ընդամենը կարող է սրանից օգտվել։ Եվ 2025 թվականի եկամտային հարկի հաշվարկի վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ Այսինքն ամփոփելով, ինչ ստացվել, ինչ փոփոխություն են կատարել։ 730,000 անց բոյկոտել է համակարգը, փաստորեն չեն կարող սրա դեմ առնել, որովհետև ցանկացած գործողություն շատ ավելի մեծ հակազդեցության կհանդիպի, բնականաբար, այդ թվում մինչև փողոցային պայքար, եւ ինքը կարող է դառնալ շատ լուրջ ոչ թե միայն սոցիալական, այլ սոցիալ քաղաքական ակցիա, մարդիկ որոշեցին, որ դե ամբողջությամբ տապալել են, բայց չեն ընդունում, որ տապալել են, ուղղակի նախալրացման ինստիտուտ են դնում։ Այսինքն ըստ էության, սիրելի ժողովուրդ, որևէ բան չի փոխվել, այո, տուգանքները չկան, կարճաժամկետ վարչական տուգանքները չկան, հարկային տուգանքները դեռևս չկան, որովհետև Հայաստանի ԵՍՄ-ի տարեկան գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ իրավական ակտի ծննդի փուլում կարողացել ենք դրա դեմը փակել, պատնեշ ստեղծել, որպեսզի չընդունվի։ Բայց հիշեք մի բան, սա ժամանակավոր է դեռևս հաղթանակը, կարևոր է ֆիքսել, ցանկացած պարագայում, եթե այս իշխանությունը հնարավորություն ունեցավ վերընտրվելու եւ Հայաստանում նոր իշխանություն ձևավորելու 2026 թվականին, այս խնդիրները նորից գալու են առաջնային պլան եւ այն ժամանակ Աստված մի արասի իհարկե որ այդպիսի բան լինի, մենք այս ժամանակ պայքարը պետք է շարունակենք։ Նաեւ այսօրվա ասելիքից մեջ հետեւյալն է, որ մենք պայքարը համարում ենք հաղթանակած, բայց դեռևս չավարտած։ Մշտապես պետք է անընդհատ մշտադիտարկենք ցանկացած փոփոխություն, որը կվնասի մեր հայրենակիցներին, այդ ժամանակ դեմ եմ հայտարարագրման ակցիան ավելի մեծ թափ կստանա։ Այժմ իմաստը ուղղակի չկա շատ ավելի լայն թափով շարունակելու, որովհետև ըստ էության իշխանությունը իր կատարած փոփոխությունով արձանագրեց, որ ինքը ամբողջությամբ տապալել է համակարգը։ Եվ կցանկանայի նաև անդրադառնալ
ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դրույթի շրջանակներում, եկամտային հարկի տարեկան հաշվարկի ես վերջին օրենքի փոփոխության, այսպես ասած, ոչ իրավաչափ լինելու։ Տեսեք, հարկային օրենսգրքի մեջ գոյություն ունի ինքնահայտարարագրում սկզբունք։ Ինքնահայտարարագրում նշանակում է, որ յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն պետք է հաշվարկի եւ վճարի իր հարկերը։ Ինքնահայտարարագրում սկզբունքը խախտվել է օրենքով եւ վերապահվել է լիազորություն, որպեսզի պետեկամուտների կոմիտեն ներկայացնի ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Ինչպես նաեւ նույն օրենսգրքում գոյություն ունի պատասխանատվության անխուսափելիության սկզբունք։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր արարքների կամ գործած մեղքերի զանցանքների համար։ Հիմա եկեք այսպես շատ իրավական կամ մասնագիտականի մեջ չեմ ցանկանում ծանրաբեռնել որևէ մեկին, բայց զուտ տրամաբանենք միասին։ Եթե ինքնահայտարարագրման սկզբունքը, այսինքն եթե անձը մեղքը չի գործել, ինքը հայտարարագիր չի ներկայացրել, սխալ հաշվարկ չի կատարել, որևէ մեկը նրան երբևէ չի կարող պատասխանատվության ենթարկել։ Եթե կա պատասխանատվության խնդիր, ներկայացնողը պետեկամուտների կոմիտեն է, թող պետեկամուտների կոմիտեն էլ գնա պատասխանատվության ենթարկվի։ Եվ հարկային սկզբունքների այսպես 14 սկզբունք գոյություն ունի, որի հիման վրա որ հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում, 14 սկզբունքների մոտավորապես կեսը խախտվել է իրավական ակտի ընդունմամբ։ Օրինակ, բազմակարծություն եւ հրապարակայնության սկզբունքը նույնպես խախտվել է։ Որևէ շահագրգիռ անձի հետ, որևէ մասնագիտական շրջանակների հետ քննարկում չի անցկացվել, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է, որ պետք է ուղղակի շատ արագացված կարգով նախագիծը ներկայացնի ազգային ժողով եւ քվեարկեն միասին ու անցկացնեն։ Ընդ որում, այստեղ մի խորհուրդ քաղաքացիական պայմանագրին ֆինանսների նախարարությունում եւ պետեկամուտների կոմիտեում ստորին, միջին եւ բարձրին մոտ օղակներում աշխատում են բավականին պրոֆեսիոնալ կադրեր։ Խորհուրդ կտամ իրավական ակտի նախագծից առաջ այդ մարդկանց հետ քննարկեք, որովհետեւ այս իրավական ակտը արդեն իսկ որ ասում ենք ոչ իրավաչափ է, օրինակ հարկային օրենսգրքի 14-րդ հոդվածին ուշադրություն կդարձնեք քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ։ Նորից եմ հիշեցնում, լավ կլինի բան նախաձեռնելուց առաջ ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի պրոֆեսիոնալ անձնակազմի հետ քննարկեք նոր իրագործեք, որպեսզի չստանաք հերթական փնթի իրավական ակտը։